եթե ուրեմն այս ռեժիմը հասնի նրան, որ այդ fake ճակերտավոր քեյսեր սարքելով ուժեղ Հայաստանին հանի ընտրական ցուցակից, ինչը արեց Սանդուն իր հիմնական մրցակցի հետ եւ միջազգային հանրությունը դա ողջունեց, ինչ պիտի անեն մյուս հիմնական ընդդիմադիր ուժերը։ Եթե սա իմ անձնական կարծիքն է եւ կարող են ինձ հետ չհամաձայնել, հասկանալի է, չէ, որ Սամվել Կարապետյանից բացի որևէ այլ ուժ, որևէ մեկի հետ այլ կոնֆիգուրացիայով չի կարող ստանալ այնքան ձեն, որ հեռացնի այս ռեժիմին, եւ եթե այդ ուժերը կշարունակեն 3-4 կամ 7-8 մանդատի համար իրենց ընտրական պայքարը եւ չեն նախաձեռնի փողոցային պայքար բացառապես օրենքի եւ սահմանադրության շրջանակներում, ապա այս լեգիտիմ իրավունք ունենամ ասելու, որ ձեր կռիվը ընդամենը մի քանի մանդատի համար էր։